Նարեկ Կարապետյանը միգուցե ավելի լավ կանի, բացի կարդա թե որն է քաղբանտարկյալը եւ բացի նայի իր հորեղբոր քրեական գործը։ Եթե այնտեղ չկա քրեական էլեմենտ, ապա կարող ենք ասել դա էլ բազմիցս մեկնաբանվել է, պարոն։ Ամեն ինչ կարող են մեկնաբանել իրենք։ Հիմա ասում են Միքայել Աճապարյանը նույնպես քաղբանտարկյալ է կամ Բագրատ Գալստյանը։ Հիմա մարդիկ ռազմական հեղաշրջման կոչեր են հնչեցրել, մարդիկ, չգիտեմ, մի քանի հոգու պատիտակ գյուլելու կոչեր են հնչեցրել, տուկի թելեր այրելու, Հայաստանը քաոսի վերածելու կոչեր են հնչեցրել։ Հիմա դա ասել, որ այս մարդիկ քաղբանտարկյալ են, պարզապես զավեշտալի է, ասենք քահանան, սրբազան մարդ, հասել ենք այնտեղ, որ խոսույթը այսպիսին է, որ ասում է այ երկու հոգու պատիտակ գյուլում ես, հետո ամբողջ մեր հոգևոր հոտը այդ թվում նաև սկսում է քննարկել ինչ կոնտեքստում ասեց Բագրատ Սրբազանը երկու հոգուն պատիտակ գյուլելու այդ արտահայտությունը։ Ես այդտեղ մեծ խնդիր եմ տեսնում, շատ մեծ խնդիր եմ տեսնում հոգևոր արժեքների, որովհետև իմ իմացած հոգևոր արժեքներում բացառվում է, որպեսզի հոգևոր մարդը ցանկանա, կապ չունի ինչ համատեքստում, երկու հոգու պատիտակ գյուլել։